Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այստեղ խոսքը վերաբերում է արբիտրաժային վեճին։ Արբիտրաժային վեճի շրջանակում դրված է հարց արբիտրաժի վճիռը կատարել չկատարելու վերաբերյալ։ Մեր գրասենյակի կողմից հստակ ցույց են տրվել այն իրավական լուծումները, որին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջարժվի արբիտրաժային վեճը կատարելու համար։ Ես ինձ համար կամ մեկ հանուն, այդ հանունը Հայաստանի Հանրապետության։ Պարոն Դրմյան, այս հարցին շատ մանրամասն անդրադարձել է Տիկին Ալիսա Գևորգյանի ոդկասթում։ Կարող եք այդ մասին շատ մանրամասն այդ տեղեկությունները ընդդեմ ստանալ նաև, բայց պետք է հաշվի առնենք, որ երկրում ընդհանրապես կառավարման մեջ իշխանությունը պետք է ունակ լինի իրենից տարբերվող կարծիքներ լսել հենց իր ներսում, դա իրեն զարգացնում։ Եվ եթե ինչ-որտեղ որևէ իշխանություն հայտարարում է, որ գոյություն չունի իմ կարծիքից բացի որևէ այլ կարծիք, եւ դա բացարձակ կարծիք է, այդ իշխանությունը գնում է դեպի բռնատիրություն։ Այդ բռնատիրության տրամաբանությունը հենց գալիս է, վերում է հանգեցնում այնտեղ, որ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, պրոֆեսիոնալ մարդիկ չեն հանդուրժվում։ Նմանատիպ իրավիճակի հետևանք է նաև պարոն Դրմյանի իր պաշտոնավարումը։ Ինքը պատասխանել այս մասով։ Մենք բոլորը մենք հասկանում ենք, բայց պարոն Դրմյանի դեպ մի բան, ձեզ է դժվար չէ, հա։ Հիմա հետաքրքիր է, եթե դուք օրինակ չազատվեք պաշտոնից, դուք այս նախընտրական շրջանում շարունակեք պաշտոնավարել կառավարությունում, թե էլի կազատվեք պետք չի կիրառել։ Եկեք դա ես անցել եմ համաձայն չեմ, ես անցել եմ այդ կետը, ես անցել եմ այդ ժամանակահատվածը, հիմա ես հետևում այլ փուլում, հիմա ես ստանում եմ իմ պայքարը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օգտվելով ընտրվելու իմ պարոն Դրմյանի վաղեմի ընկեր, ես ինքս կարող եմ փոքրիկ ակնարկ անել այդ կապակցությամբ, երևի թե բարեբախտաբար, ասում թե դժբախտաբար, այդ պահը մի քիչ ավելի վաղ եկավ, եւ մենք հիմա այս ճանապարհը միասին համահունչ անցնում ենք։ Պարոն Գալստյանի, Արցախցիների վերադարձի հետ կապված դա իրենք օրինակ ինչպես եք պատկերացնում, որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են վերադառնալու։ Դա ուրեմն արցախցիների վերադարձի հարցը, եթե մի փոքր այսպես խորանանք եւ ուսումնասիրեք Արդարադատության միջազգային դատանի 2023 թվականի նոյեմբերի որոշումը, հստակ գրված է, թե ինչ չափանիշների հիման վրա պետք է լինի արցախցիների վերադարձը դեպի Արցախ։ Ուրեմն արագ, անվտանգ եւ ապահով։ Այս բոլոր 3 պահանջները պետք է պահպանի Ադրբեջանը։ Եվ նաև հաշվետվություն ներկայացնի այդ կատարված քայլերի մասին Արդարադատության միջազգային դատարանին։ Այս 3 պայմանների արդեն դետալները, երբ որ գա հասնի այդ վերադարձի հարցը, պետք է լինի քննարկման առանձին առարկա։ Ինչ պայմաններով, ինչ ձևաչափով, ինչ կարգավիճակով։ Սրա մասին մի փոքր վաղ է խոսելը, բայց ամենակարևորը, որ ունենք իրավական փաստաթուղթ, միջազգային իրավական ակտ, ես ձեզ հիշեցնեմ, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմը սկսելուց առաջ ՄԱԿ-ի ամբիոնից նրանց նախագահ խոսում էր ընդամենը մեկ դատական ակտի մասին, որը կայացվել էր հօգուտ Ադրբեջանի եւ կապիտալիզացնում էր դա։ Մենք ունենք 1 տասնյակի հասնող այդպիսի վճիռներ հօգուտ Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունը դրա մասին լռում է, իշխանությունը դա չի կապիտալիզացնում եւ փաստորեն ի վնաս հայկական շահի է գործում։ Ուրեմն դետալները, կարգավիճակ, ինչպիսի եղանակով, ինչ ձևով, ինչ ժամկետներում, սա կարող է տեղի ունենալ այդ պրոցեսները միջազգային հայցերը հանգուցալուծելուց հետո։